այնքան էլ հեշտ չի լինելու, ինչքան կոնկրետ ինձ թվում էր, էլի դեմ չեմ, եթե ինձ իհարկե հետաքրքրի այդ սերվիսը։ Վերջում ամեն ինչ լավ է լինելու։ Հետո հասկացա, որ ես դա ինձ դուր է գալիս։ Խաղաղություն, հայրենիք, ընտանիք։ Եթե ամեն ինչ օրինական է, անպայման խորհուրդ կտամ, թեկուզ նոր փորձի համար կյանքի։ Բայց ես իրենց էլ եմ սիրում, ախր։ Ամեն ինչին ավելի հեշտ ես նայում, թեթև ես նայում կյանքում։ Այո։ Օգնում է։ Շատ։ Հենց այդ է օգնում։ Ոնց ես գտել այդ բանալին, այդ ձևաչափը, այդ ձև շարժվելու կյանք առաջ նայում։ Ոյ, դա իրականում պատմություն ունի, որովհետև օդից չի եկել այդ ամեն ինչը։ Սկսվել է 2020 թվականին, երբ սկզբին 2020 թվականի սկզբին, երբ ես իմ ուղեղում ուղղակի սենց ահավոր խառնաշփոթ էր տեղի ունենում եւ չգիտեմ, սենց մի հատ չգիտեմ ինչ ձայնից հասկացա, որ ես պիտի գնամ Երուսաղեմ։ Եվ գնացի Երուսաղեմ մենակ իմ ծննդյան ոչ թե օրը, բայց նենց ստացվեց, որ ծնունդս էլ է, ծննդյան օրս էլ է այնտեղ անցել։ Եվ գնացի ու միջև այդ սենց իմ մեջ անընդհատ բան կար, որ սրան պիտի հասնեմ, եթե սրան հասնեմ, իմ արժեքը ավելի կբարձրանա, սենց մեծ նպատակներ, չգիտեմ, խառը քաոս ու գնացի Երուսաղեմ հազարավոր պատասխանների հետևից եւ ստացա ընդամենը մեկ պատասխան այդ բոլոր հարցերին, հանգստացի։ Վստահիր Աստծուն, բաց թող։ Ուղղակի հանգստացի։ Լուրջ, ես դա լսեցի, ոչ թե ներսից բան, այլ հենց ձայնով ես դա լսել եմ ու ձեռներս դողում են նույնիսկ ու վերևից նշաններ։ Այո, հանգստացել եմ։ Որովհետև ինչը պիտի ավելի արժեքավոր քեզ դարձնի, քան թե դու որ արդեն կաս, որ արդեն Աստված քեզ ստեղծել այնպիսին, ինչպիսին որ դու կաս։ Դա ոչ դու չգիտեմ հանրահայտ երգչուհի դառնաս, քո արժեքը չի փոխվելու Աստծո աչքերում։ Դու նույնն ես մնալու, ինչպիսին որ կաս, այնպես որ քո աչքերում էլ դու պիտի տենց լինես, քեզ տենց ընդունես։ Շատ լավ ես ասում, Մարիամ ջան։ Մարիամ Եվրիյան։ Դժվար հանդիպող ազգանուն։ Խնդրեմ մի քիչ փորձենք գնանք դեպի արմատներ։ Արմատներով պապայիս կողմից մշեցի եմ, դե մամայիս կողմից արցախցի, այնպես որ սենց ուժ է հոսում ինձ թվում այն արմատներից, գիտեմ, որ մեր ազգանունը մեր Գերդաստանն է մենակ տենց ազգանունով Հայաստանում, այդ գիտեմ, պապաս ասել։ Մասնագիտությամբ երգչուհի, այժմ նաև ավարտեցիք համալսարանը որպես հոգեբան, եթե ճիշտ գիտեմ ինֆորմացիան։ Որտեղից որտեղ։ Որտեղից որտեղ, ու Ինչքան ես տարբեր։ կյանքում չէի պատկերացնի, որ ես երգից, երաժշտությունից բացի կարողա ինչ-որ, չգիտեմ, ուրիշ բանով զբաղվեմ այս կյանքում կամ թեկուզ ընտրեմ ուրիշ մասնագիտություն, որ ինձ հետաքրքիր լինի շարունակել այդ ուղղությամբ։ Ինչ եղավ պատճառ, որովհետև Միացյալ Նահանգներում պետք է ունենաս ստաբիլ եկամուտ, որը կարա բերի, չէ՞։ Երկարվեստով դժվար է այստեղ միջոցներ են պետք, երկ ընտրելու, պրոդյուսերական թիմ, քեզ առաջ տանելու, ինչն է, որ բացակայում է, որ հենց մասնագիտությամբ շատ սիրուն ձայն ունեք, որովհետև նայել եմ նաև ձեր։ Հա, ինչն է, որ չի ստացվում հենց այդ ուղղությամբ գնալ, ինչը որ ձեզ ավելի հարազատ է։ Չանց կարող հոգեբանությունն էլ է հարազատ, հիմա դրա մասին ենք խոսենք։ Մի քիչ կոպիտ կլինի ասել չի ստացվում, որովհետև ես այնչափ չեմ փորձել, որ ստացվի կամ չստացվի, եթե անկեղծ լինեմ ինքս ինձ հետ առաջին հերթին, որովհետև սկզբից որ եկել էի սենց, հիմա էսա ես դե համ 17 տարեկան էի, որ ես եկա, մի քիչ ավելի սենց էներգիաս
ես հեսա էս կնվաճեմ, հեսա էս կանեմ, հեսա սենց կդառնամ, հետո երևի արժեքների փոփոխություն ավելի շուտ։ Արժեքների փոփոխություն, ավելի սենց այդ հանգստությունը, որ մտավ մեջս, ինչը երևի ինձ դրթեց, որ շարունակեմ այդ ուղղությամբ, որովհետև ինչ որ հատուկ պատճառ չկար։ Ես չեմ հրաժարվել երաժշտությունից կամ երգից, երբեք, այդ նենց բանա, որ Բայց առաջիկայում կան նպատակներ, ինչ որ նոր երգ թողարկելու, ինչ որ ակումբներում ձեր իսկ ոճի հետաքրքիր երգեցողություն մատուցելու, որ մարդիկ գան ձեզ լսեն, առաջարկներ սպասում եք, ինչ ասպարեզի մեջ եք երգարվեստի հետ կապված, ինչ հեռանկար եք տեսնում։ Ակումբներում եւ այլն ինձ թվում է մի քիչ սուտ կլինի, որ ասեմ, քանի որ հիմա արդեն մամա եմ եւ այլն, առաջին տեղում ինձ համար միշտ ընտանիքս է լինելու, այդ նույնիսկ չի քննարկվում։ Կնենք ակումբներ ասելով այդ ստեղ մեր երգչուհիները, նորմալ, ես վատ բանով չասեցի, ուղղակի թեկուզ այդ մանր ժամային առումով, թեկուզ, չգիտեմ, ուշավարտել։ Ես այսպես ասած չեմ փոխարինի դա իմ երեխայի հետ ավել մի ժամ անցկացնելու։ Իսկ նենց երգեր թողարկել մոտ ապագայում էլի չկա, բայց արդեն ինձ մոտ երգը մի տեսակ սենց ցավոտ թեմա է, որովհետև երգի երաժշտության առումով կամ պետքա 100%-անոց լինի ամեն ինչ, կամ ավելավա չանեմ, ես ինչ որ երգված չթողնեմ, որ գիտես ստեղ սենց պիտի երգեի բան, հետո սենց բաներ չասեմ, այնպես որ ես ներքուս զգում եմ, որ ժամանակը մոտ է, որ նոր փուլ սկսվի, հասունանալ, այո, բայց ներկա պահին չկան ինչ որ կոնկրետ պլաններ, զուտ դեռ զգացողություն, որ Այսինքն չեք անելու համար, որովհետև վաղուց չեմ արել կամ պետքա դա ծնվի, հասունանա, մեծանա, նոր առաջ գնա։ Իսկ ինչու հենց հոգեբանություն։ Երևի առաջինը այստեղ էլ եմ երաժշտությամբ ավարտել եմ քոլեջը, հետո արդեն որ համալսարան պիտի ընդունվեի, էլի ուզում էի երաժշտությամբ շարունակեի, հետո ասեցի մի րոպե, մի քիչ շատ ձգվեց այս երաժշտական էտապը, արի մի հատ ուրիշ ինչն է ինձ հոգեհարազատ, ու հասկացա, որ հոգեբանությունը, որովհետև դե միշտ բոլորն են ասում, իմ ընկերները կամ ընտանիքի անդամները, որ դու ոնց որ սենց, չգիտեմ, դիմացինի ներքնաշխարհ մտնելու, վերցնելու, հասկանալու, գանք ու խոսենք ուղղակի քեզ մոտ, դու անպայման ինչ որ բան ասես, որտեղ մենք վստահ ենք, որ դու ոչ դատում ես, ոչ, չգիտեմ, ինչ որ բան ես մտածում ներքուստ, այնպես որ ասեցի փորձենք, ու ճիշտ ասած այդքան էլ լուրջ չէի վերաբերվում, ասեցի լավ փորձենք, հիմա կեսից հասկանամ իմը չի, կթողեմ, ով է ինձ ասելու սենց նենց Ամերիկա ենք վերջապես, բայց կխնդրեմ մի քիչ մեր լսարանի համար բացեք, ինչ է այստեղ կրթություն ու համալսարան սովորելը, հեշտ ընդունվելը, չէ, դժվար ընդունվելը, process-ն է, անհապերս ասում եք, երբ պիտի ավարտեք, քանի տարի է տևում, այսինքն այն մարդիկ, ովքեր որ Ամերիկայի կրթության համալսարան ընդունվելու մասին շատ ինֆորմացիա չունեն, կխնդրեմ շատ կարճ տանք այդ ինֆորմացիան, որ այո, համարձակ եղեք, դիմեք, դժվար չի կամ շատ ժամանակ է տանում, օր ու գիշեր սովորում ես, մի քիչ պատմեք մեզ։ Նայեք, առաջինը մարդուց է գալիս, ինչպես ամեն բնագավառում կյանքի, ինձ համար հեշտ էր, որովհետև ես նորից եմ ասում, տենց լուրջ չէի ընդունում, հետևից ընկած չէի ու թողեցի ուղղակի, քանի որ հստակ սիստեմա կա այդ ամեն ինչի, թողեցի սիստեման աշխատի իր հետ, քոլեջը ավարտեցի, հետո որ պետք է կոչվում transfer, որ պետք է արդեն համալսարան տայի գործերս, ընտրեցի հոգեբանություն, այնտեղ մարդիկ կան, կոչվում են counselors, իրենց հետ խորհրդատվություն ես անցնում, որ սենց բաներ եմ ուզում, իրենք ասում են սա անելու համար, սա պիտի անես սկզբից, երկրորդ քայլը տեսա, երրորդ քայլը տեսա, ու ուղղակի այդ քայլերով անում ես, արդեն հասնում ես համալսարան, ու այդքան է։ Իսկ շատ ավելի բարդ ենք պատկերացնում, բայց իրականում բարդ չի, միայն մարդ պիտի սովորող լինի, գնա, դիմի, սպասի։
Իսկ վճարների հետ կապված պետությունն է հոգում համալսարան։ Իմ դեպքում այո, պետությունն է հոգացել։ Ոնց ստացվեց, որ եկաք Ամերիկա, այսինքն ընտանիքները այստեղ միավորվեցիք, կպատնեք մեզ մի քիչ ձեր գալու պատմությունը։ Մեր գալու պատմությունը իրական շատ հետաքրքիր է, որովհետև ես 16 տարեկան էի Արցախում ու մաման անդադ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներ մաման անդադ ասում էր սենց գրին քարտի բան կա, սենց լրացրու, դե ես անգլերեն քիչ թե շատ ես էի մեր տանը, լրացրու, սենց միշտ Ամերիկա ես ուզում լրացրու, սենց ես փորձեք էլի, սենց լավ մամա, դե ասում ես ոնց որ կլրացնեմ։ Ու սենց մտա, դե 16 տարեկան ոչ մեկի, ես առաջի անգամ էի տենց բան լսում, գրին քարտ, Արցախում տենց ընդհանրապես տարածված չէր, ինձ թվում է շատերը չգիտեին դրա մասին։ Ու մտա սենց կոմպով բզբզացի, բառից բուն իմաստով։ Ու մոռացանք դրա մասին։ Լրացրեցի մեր տվյալները, բայց ես վստահ չէի, որ հենց այդ իսկական վեբսայթում եմ լրացրել եւ այլն։ Ուղղակի ինչ բացել է, լրացրել եմ եւ այլն։ Ու մոռացել եմ դրա մասին։ Հետո արդեն հունիսի սկիզբ, մայիսի վերջ մամաս զանգում է քեռուս, որը Այստեղ էր բնակվում։ Չէ, Երևանում։ Զանգում է քեռուս, սենց խոսում են բան, քեռիս ասում է, բա գիտես, աղջիկս, այսինքն իմ քեռու աղջիկը, իմ քույրը, գրին քարտ են շահել, հեսա արդեն թղթերն են բանանում, որ գնան Ամերիկա, մամաս ասում է, բա ես հիշում եմ, որ Մարիամն էլ էր ինչ-որ բան լրացրել, կարա մի հատ ստուգի, հա, վերջը քեռուս աղջիկը ստուգեց, ցանգեց, հակո, դուք չեք գժվել, ասում է, շահել եք, միասին ենք գնում, մենք դա արդեն հունիս է, այդ արդեն մարտիկ մայիսից հենց սկսում է, չէ, այդ ստուգումները, բան, վերջը Այսինքն ամբողջ ընտանիքով, քանի որ անչափահաս էիք, այստեղի տարիքային անով կարողացա նաև քույրս մնաց այնտեղ, որտեղ ինքը արդեն 21 տարեկան էր։ Բայց եղբայրի, եթե չեմ սխալվում, միասին եք եկել։ Խնդրեմ պատմեք Միացյալ Նահանգների դժվարությունների մասին ընտանիքով, որ եկաք, այստեղ բարեկամներ ունեիք, ովքեր սկզբնական օգնեցին տեղավորվել, բան թե չկային ծանոթներ։ Հեռու բարեկամ ունեինք, սկզբից որ եկանք, իրենց տանը 2 շաբաթ մնացինք։ Դժվարությունները շատ լսել եմ, որ ասում են, որ փոքր տարիքում ես գալիս, հեշտ է լինում, բայց ես իմ օրինակով 17 տարեկանում եմ եկել այստեղ, փոքր է համարվում դա, բայց իմ համար ես հիշում եմ, որ ընդհանրապես հեշտ չէր։ Ճիշտ է, ես եկել էի իմ այն ժամանակվա երազանքների երկիրը, որ միշտ տեսել էի ֆիլմերում եւ այլն, միշտ երազել էի ու եկա, տեսա Հիասթափությունը։ Չէ, հիասթափությունը մի քիչ կոպիտ է, ուղղակի եկա տեսա, որ ամեն ինչ հենց սկզբից հասկացա, որ ամեն ինչ այնքան էլ հեշտ չի լինելու, ինչքան կոնկրետ ինձ թվում էր։ Այսինքն մեր լսարանին, մեր լսողներին ինչ կասեք, որ ամեն բան ավելի շերտերը խորն են, երբ որ գալիս եք, այդքան, այսինքն էմոցիա ընտրվելով ոգևորված մի եկեք, որ հետո այստեղ ցավոտ չլինի։ Չէ, թող կան էմոցիա ընտրվելով ոգևորված, ես կողմ եմ տենց բաներին, ուղղակի հոգու խորքում այդ գիտակցականը չկորցնեն, որ կարող է նաև սենց լինի, այդ ուժը ունենան, պատրաստ լինեն, որ ուժ օգտագործեն, որպեսզի լավ լինի, սենց կասեմ, որովհետև ես եկա 17 տարեկանում ու շատ էի ես կապված այն ժամանակ իմ արցախյան կյանքի հետ, դե ես միանգամից մենք Արցախից ենք եկել, մենք չենք տեղափոխվել Երևան կամ Հայաստանի ինչ որտեղ հետո եկել, միանգամից Արցախից ենք եկել, որտեղ ես ունեի շատ հետաքրքիր կյանք, ընկերներով շրջապատված, մի օր Շուշի, մի օր այստեղ, մի օր այնտեղ, հատկապես որ երաժշտական քոլեջում էի սովորում, այնտեղ նենց հետաքրքիր մարդիկ են, հետաքրքիր էր ամեն օրը։ Դրա համար շատ դժվար էր ինձ համար, ուստեղ գալիս ես հաջորդ օր չգիտես ինչ անես, որ զանգող կա, որ դուրս գասում հետ։ Ես 24 ժամ օրը կապի մեջ էի, այն վաղ Skype էր, Skype-ով իմ ընկերների, հարազատների հետ եւ հարմարվեցի Ամերիկային 4 տարի հետո։
բավականին կարճ ժամանակ է կարծում եմ, որտեղ որ լսում ես պատմությունները, մարդիկ խոսեն 15-20 տարի այստեղ է ու խոսեն, որ դեռ չեն հարմարվել, մեկ ապշում ես, ասում ես, լավ 3 տարի, 5 տարի հետո արդեն պիտի փորձես ինտեգրվես։ Շատ անկեղծություն եմ անկնկալում ու մի բան կուզենամ հարցնեմ։ Լինում որ նստեք ու մամային ասեք, մամա, ինչ հարիր էլի, ինչ green card կամ հակառակը, մամա, ինչ լավ էր, ապրես, դու չլինեիր, ինչ խոսակցություններ եք ունենում Ուզում շատ անկեղծ լինենք, էլի։ Բայց այն որ ասեցիք, արժի մի հատ մամային ասել, գիտեք, մամա, ապրես։ Ախ, այս շատ կարևոր։ Վау, ես չէի մտածել, տեսեք։ Սա գնամ դուք ասեք։ Այսինքն այստեղից հետևություն անենք, որ հոգեպես հանգիստ եք, ուրախ եք, խաղաղ եք այստեղ ավելի մի բանը ստացվել է, չէ՞, ու մամային շնորհակալություն կա ասելու։ Իհարկե։ Հոգեպես հիմա մի քիչ, որ ասեմ 100%-անոց, ինձ թվում է ոչ մի հայ, դե Արցախի ոչ, հա, ընդհանուր ոչ Հայաստանում գտնվող ոչ մի հայ ինձ թվում է թեկուզ եթե իրենց թվում է որ հոգեպես 100%-անոց իրեն երջանիկ են, ինձ թվում է դա մի քիչ սուտ է։ Այնպես որ այդ տոկոսը կա, որ այդ հայրենիքի ցավը, այս դեպքում նաև հայրենիքի կորստի ցավը, բայց իմ դեպքում դա ինձ միայն ուժ է տալիս։ Ես դրանից չեմ հուսալքվում, չեմ կոտրվում։ Իրականում երբ որ պատրաստվում էի մեր հանդիպմանը, Արցախի թեման, չգիտեմ, մտածեցի որ պետքա շատ զգուշ խոսենք Արցախի հետ կապված, բայց չխոսել էլ չենք կարող։ Սկսենք 20 թվականին այստեղ էիք, թե ստացվել էր այնպես, որ հենց այդ օրերին օրինակ Հայաստանում էիք։ 20 թվականին ես ամեն ամառ գնում էի Արցախ ընտանիքով, հետո արդեն մենակ, երբեք կապը չէր կորել։ 20 թվականի ամռանը չգնացի, որովհետև անձնագրիս էի սպասում արդեն այստեղ քաղաքացիության, որ հետո գնամ, այսինքն սեպտեմբերին պիտի գնայի Արցախ։ Եվ սեպտեմբերի 19-ին, կներեք, 27-ին, 19-ը խառնեցի ես 23 թվի։ Սեպտեմբերի 27-ին, որ արդեն սկսեցին ընկերներս, հարազատներս գրել բան, ես արդեն պատրաստվում էի, որ գնում եմ հեսա Արցախ։ Ու սենց առաջին զգացողությունը մեղավորության զգացողությունն էր, որ իմ նույն տարիքի, նույն կյանքը ապրած ընկերը ներկա պահի դրությամբ գտնվում է այդ ռիսկային միջավայրում, իսկ ես գտնվում եմ լուսավոր արևոտ Լոս Անջելեսում։ Այնպես որ այդ պահը շատ դժվար էր, փորձել եմ գնալ, հետո արդեն գիտակցական կողմից եւ ասել են եւ հասկանալի էր, որ այդ պահին բայց որ խոսում ենք, չէ, արցախցին շատ ուժեղ, այս կարծում եմ, որ այնտեղից զանգել են ասել են Մարիամ ջան, չէ, ոչ մեկ չի, էթե, որ տենց մի հատ մարդ չի եղել, որ զանգի, ինչ որ նույնիսկ ձայնը, ինչ որ տագնապի կամ երբեք, չէ։ Իրենց միշտ հումորով, ծիծաղով, ադե ինչա լալեսել լյանց կգերա։ Ինչն է կարոտում ամենաշատը Արցախում։ Արցախին մարդկանց շփման ձևը, պարզությունը, այդ ամեն մանրուքը, չգիտեմ, խոտը, հոտը, ճանապարհները, այդ ճղված ասֆալտները, ոչ ասֆալտները, ամեն ինչը։ Ինչ որ բան չկա։ Ես ներքին մեծ հավատ ունեմ, որ ամեն բան փոխվելու է, ու ամեն բան հին ձևով, լիարժեք հինը կարողա չկարողանա լինի, բայց Արցախցին հետա վերադառնալու իր հող, իր հայրենիք, իր հին տները։ Ինչ հավատ ունեք դուք տանը, երբ որ խոսում եք, որտեղ գիտեմ պապան մի վիդեո եմ նայել, եթե չեմ սխալվում, հա։ Կուզենամ այդ ձեզանից լսեմ, որ պապան ասում է, որ սա ժամանակավոր է։ Դե իմ պապան աշխարհի ամենաօպտիմիստ մարդն է, այդ իրենից հեռու չի։ Ես էլ ունեմ այդ զգացողությունը, բայց ես մի քիչ չեմ սիրում բարձր բառեր ասել, տրվել էմոցիաներին եւ այլն, այնպես որ լուր ուղակի
աղոթում եմ, որ այդ զգացողությունը գոնե չկորչի, որովհետև հիմա կա այդ զգացողությունը, որ վերջում ամեն ինչ լավ է լինելու։ Ուր են ձեր ծանոթ արցախցիները հիմա։ Իմ ծանոթ արցախցիները հիմա աշխարհի տարբեր կետերում, Հայաստանում կան շատ։ Կան ընտանիքները փորձեցին գան այստեղ, դուք իրենց օգնեք, որ այստեղ եք, չգիտեմ, մտերիմներին։ Մոտ հարազատ տենց չէ, ընտանիքներ չկան, որ փորձեցին գալ այստեղ, հարցեր կային, որ կուզենային, բայց հիմա հատկապես ամեն ինչը շատ է դժվարացել։ Հայաստան, Ռուսաստան, Հայաստանի մարզեր, Երևան, տենց։ Հիմա Հունգարիա։ Բացի նեղ ծանոթության ու հարազատության, արցախցիները ունեն օրինակ գրուպաներ, որտեղ բոլորն են, որ մեկը կարա մի բան որոշի ու բոլորին ռոպագանդի, օրինակ, որ պիտի սա անենք։ Իրանք իրար մեջ ոնց որ միասնական ինչ որ հարթակներ ունեն, որ կարողա վաղ այդ հարթակում մի լավ բան որոշեն ու դուրս գան անուն թե ծրված են զուտ իրանց փոքր գաղութներով, այսինքն բարեկամներով, հարազատներ, ընկերներով։ Հիմա կան տենց գրուպաներ, այսպես ասած, հիմնականում սոցհարթակներով այդ ամեն ինչ կազմակերպվում։ Գիտեմ, որ կա մայրիկների ակումբ, ինչ որ իրենք էլի զուտ կանանց մասին կանանց համար, բաներ են թողարկում, կազմակերպում։ Ուրիշ, այստեղ կա արցախյան արդեն այստեղ կա խումբ, տենց էլի մի 100 հոգուց կազմված, էլի ինչ որ միջոցառումներ են կազմակերպում, որ հավաքում հանդիպում են բարբառով խոսում, հա։ Այդ բարբառը գիտեք, չէ, լրիվ սենց լսում ես ու տանն ես, այդ զգացողությունն է։ Երևի հիմա մտածում եմ, որ հենց դրանից եկավ, որ չգիտեմ, գիտեք, որ բարբառով ինչ որ կերպար ունեմ, երևի հենց դրանից այդ կարոտից սկսվեց, որ սկսեցի բարբառով ինչ որ տենց վիդեոներ թողարկել։ Նաև որ ամուսնուն եք հարցնում բարբառի, գիտես այս բառը արցախյան բարբառ ռուբրիկա կա իմ մեջում, այսպես ասած, որտեղ արցախյան բարբառով բառեր եմ ասում եւ իմ ամուսինը փորձում է կռահել, թե ինչ նշանակում այդ բառերը։ Ինչպես ստացվեց, որ զբաղվեցիք բլոգինգով, այսինքն որոշեցիք, որ սոցիալական հարթակում պիտի լինեք ազատ, նկարեք անմիջական, առանց ձևականությունների, առանց այդ լյուքս վիճակը, հա, ոնց որ եք նշում, ինչից եկավ։ Նորից եմ ասում, էլի ոչ մի կոնկրետ բանից, քանի որ իմ կյանքում միշտ տենց է, ուղղակի սենց թողնում եմ գնա։ Ուղղակի եկավ այդ երևի արտահայտվել ցանկանալու զգացողությունը հասունացավ եւ հասավ այդ փուլին, որ արդեն սկսեցի արտահայտվել։ Տիկին Մարետա, չէ՞, եթե Տիկին Մարետայի կերպարը հավաքական ասին չել։ Տիկին Մարետայի կերպարը ոնց հասունացավ։ Հավաքական կերպարը մի քանի կանայք միացված ոնց ստացվեց։ Հավաքական է այդ կերպարը, շատերը սկզբից քննադատում էին, ճիշտն ասած, արցախյան կանայք հիմնականում, որովհետև մտածում էին, թե դրանով ես ներկայացնում եմ արցախցի կնոջը, բայց իմ մտահղացումը ընդհանրապես դա անելը չէր։ Այդ Մարետը կարա լինի դուբոյ տեղից, այսպես ասած, անպայման չի ինքը որ բարբառով այդ դերը լինի արցախցի, ուղղակի իմ մանկության սենց մարդկանցից հավաքական ինչ-որ կերպար ստացվեց, որը ես երբեք չեմ, այսինքն սցենար չեմ ունենում, չեմ պլանավորում ինչ եմ ասելու, ինչ եմ անելու, ուղղակի պահը գալիս է, նկարում եմ, ինչ գալիս է այդ պահին, սենց Բայց եթե չեմ սխալվում, արդեն գովազդների առաջարկներ կան, չէ՞, հենց նույն Մարետայի կերպարով մի փոքր դրա մասին երբեք չէի պատկերացնի։ Ինչով է հենց առաջարկը, որ զանգարում են, ասում են Մարիամ ջան, կգաս Մարետայի, թե առաջարկը ձեզանից է գնում Մարետայի կերպարով։ Դե փառք Աստծո, մինչ հիմա ինչ առաջարկ եղել է, ես ազատ էի որոշելու ինչ կերպարով հանդիսանամ կամ արդյոք կերպարով հանդիսանամ, թե չէ։ Եվ այս վերջին անգամ որոշեցի Մարետի կերպարով հանդես գալ
որ առաջին ինքը անկեղծություն է, ու որ սենց շատ գովազդային չլինի, էլի չեմ սիրում տենց։ Այսօր ես գնացի Կան շատ գովազդի առաջարկներ այստեղ Լոս Անջելեսում հայ բիզնեսների կամ զանգարում են, ասում են, դիմում են, թե սա եզակիներից էր կամ ցանկություն կա այդ ոլորտում շատ գովազդներ անել։ Հիմնականում, եթե անկեղծ առաջարկները Հայաստանից են գալիս, հայկական այդ բրենդներից եւ այլն, այստեղ էլ կան, բայց այստեղ հիմնականում մեծ մասը ուզում են բարտեր համագործակցություն, այսինքն դու գնաս իրենց սպասարկումից օգտվես եւ նկարես, ինչը ներկա պահի դրությամբ էլի դեմ չեմ, եթե ինձ իհարկե հետաքրքրի այդ սերվիսը, այսպես ասած, բայց Այսինքն Մարիամ ջան, այդ տեսակներից եք, որ պիտի փորձեք նոր գովազդեք, թե դա դիտարկում եք աշխատանք, շատ լավ ինձ վճարում են, ես կգամ ձեր համար տվյալ բաժակը կգովազդեմ, բայց փորձում եք որակը կամ ասում եք լավ մարդկանց ինչ եմ տալիս, իմ հանումն էլա չէ, չէ, իհարկե փորձել, որովհետև չէ, որ չփորձես, այսինքն իմ edge-ը հենց անկեղծության մասին է, այսինքն ես մի բան չփորձեմ, հետո ասեմ, բայց գիտեք, սա լավն է արդեն ուր է անկեղծությունը չի լինի արդեն տենց Շատ լավ։ Հիմա ես ուզում եմ անկեղծ ասեմ, որ մեր ոդքասթը ունի հովանավոր Ռինյուլի շինարարական կազմակերպությունը, որը հիմնել են հայ տղաները եւ զբաղվում են տանիքների վերանորոգմամբ։ Այստեղ կտեսնեք հեռախոսահամարը, եթե ձեր տանիք ունի խնդիր, դիմեք Ռինյուլի շինարարական կազմակերպությանը։ Ինչպես հանդիպեցիք ձեր ամուսնուն։ Ոյ, ինչպես հանդիպեցի իմ ամուսնուն։ Իմ ամուսնուն ես առաջին անգամ հանդիպել եմ 2013 թվականին։ Հիմա ես ինչ ասում եմ, ոչ մեկ չգիտի սրա մասին, սա մեր պատմությունն է, չգիտեմ ամեն ինչ ասեմ, թե չէ։ Հանդիպել ծանոթացել ենք Facebook-ով, էլի պատահական, հիմա մանրամասները չեմ ասի, բայց հետո այնպես ստացվեց, որ ինքը բայց ինչ որ տենց ռոմանտիկ շփումի մասին չէր մերը, ինչ որ ընկերական փոքր էինք այն ժամանակ։ Կնեք, գիտեմ, որ ինքը արցախցի չի, այսինքն Արցախում չի։ Իջևանցի է։ Չէ, ինքը Իջևան էր, ես Արցախ։ Հետո ինքը պետք է գնար ծառայության, ինքը այնպես արեց, որ գա Արցախ ծառայելու, որ զաադնո ինձ տեսնի, եւ այդպես էլ արեց, շատ դժվարությամբ այնպես արեց, որ գա Արցախ ծառայելու, իսկ ես մեկ անգամ նրան հանդիպեցի եւ հետո արդեն ասեցի ես Չէ, չհասկացա որ ինա Չէ, ընկերական լրիվ ինչ որ բան չկար հասկացա որ իմը չի եւ հետո արդեն ինքը նորից ասեց հանդիպենք ինչ որ արջուկ հիմա է պատմում որ ինչ որ արջուկ բաներ պատրաստել իմ համար որ գնայինք Պիտաչոկում ինձ տար բան այն մեր կենտրոնն է Ստեփանակերտ ես ասացի Սիրելիս, երևի դու մի քիչ խառնել ես։ Մենք հիմա Ստեփանակերտում ենք գտնվում, ինչ արջուկ։ Եվ դուրս չեկա նրա այդ ես երկրորդ անգամ, այսինքն մեր իրար տեսնելը միայն այդ 10 րոպեն էր 2013 թվականին։ Ու որից հետո արդեն 14 թվականին ինքը Արցախ ծառայում է, իսկ ես գնում եմ ԱՄՆ։ Եվ բայց այդ տարիների ընթացքում մեր կապը միշտ լինում է ասենց բարև ոնց ես դες ծնունդային ծնունդդ շնորհավոր եւ այլն բայց ինչ որ առանց ոչ մի լուրջ ինչ որ բանի Այսինքն ձեր ամուսնու Միացյալ Նահանգներ գալը եղել է ձեր միջոցով դուք եք եղել իրան այդ արդեն տարիներ հետո երբ հետո 20 թվականին նորից 20 թվականի ամռանը չգիտեմ էլի ինչից սկսեցինք արդեն ավելի հաճախակի գրվել սենց ու ես այդ ժամանակ հիշում եմ էլի ինչ որ սենց երևի միստիկ բան եմ ասելու բայց իմ համար այդ ամեն ինչը շատ ռեալ է որովհետև ես մոտ եմ Աստծուն սենց ասեմ ունեմ այդ կապը ու սենց շփվում էինք 2020 թվականի ամռանը ու ես գնացի սենց ուժեղ աղոթք արեցի, ասեց մեր տան ասեցի, Տեր Աստված, խնդրում եմ, որ ձեր ընտրյալը գա առանց ոչ մի, չգիտեմ, ձևականությունների, ընկերություն, նշան, չգիտեմ ինչ,
ուղղակի գա ու ասի արի ամուսնանանք, ես էլ առանց մտածելու ասեմ հա։ Ու մենք խոսում, երրորդ օրը իմ ամուսինը ասում է կգաս ամուսնանալ։ Ես սենց հա, սենց հումորով զուտ հոչեի պատրաստում ամուսնանալ, բայց փաստորեն պատրաստվեց, հետո պիտի գնայի Հայաստան, հետո պատերազմ սկսվեց, իմ եղբայրներն էին այնտեղ, իր եղբայրն էր այնտեղ, դրա համար հետաձգվեց այդ ամեն ինչը եւ Հայաստան գնացի արդեն դեկտեմբերի 1-ին։ Ու էլի չենք ու այսինքն ես գնացի Հայաստան դեկտեմբերի 1-ին, դա մեր երկրորդ հանդիպումն էր ռեալ կյանքում, քանի տարի հետո, 10-ից ավելի տարի հետո, ու մենք ամուսնացանք դեկտեմբերի 13-ին։ Շատ արագ ստացվեց, հա։ Ինքը ինչպես է հարմարվում, քանի որ մեր ֆորմատը ավելի Միացյալ Նահանգներ ու Հայաստան, լինում է պատտվի ասի Մարիամ, ինչի բերեցիր, ես այնտեղ ընկերներ, ես այնտեղ ինչ եմ, թե հակառակը, Մարիամ, ես զգում եմ, որ ես ինտեգրվել եմ, ես զգում եմ, որ սա դառնում է իմը։ Ինքը շատ ուժեղ տղամարդ է, նույնիսկ եթե իր մտքով անցնի, որ այ այսինչ դժվար փուլ է, ինքը չի արտահայտվի կոնկրետ ինձ չցավեցնելու կամ որ ես ինձ մեղավոր չզգամ ինչ որ հարցում, այնպես որ երբեք չի նվնվացել, այսպես ասած, գիտեմ հիմա շատ նույնիսկ այն մամաների խումբ կա, միշտ գրում են կանայք, որ ամուսինս չի հարմարվում, ուզում է գնա, ալկոհոլիկ է դարձել եւ այլն, փառք Աստծո, տենց փուլ չենք ունեցել։ Ես իհարկե զգում էի սկզբից, որ եկանք իր այդ առավոտից գնալ, իրիկունը գալ։ Այսինքն իրան բրբտում էր գտներ, որ ոլորտում աշխատի, ոնց իրան գտնի տվյալ երկրում, հա։ Իհարկե, այո։ Իսկ հիմա որ փուլին մեջ է։ Իր մասնագիտությամբ աշխատում։ Հիմա իր մասնագիտությամբ չի աշխատում, արդեն իր, այսպես ասած, ընկերոջ հետ միասին մի բիզնեսով են զբաղվում, ասենց ասած, եւ կողքից նոր բաներ էլ է փորձում, այսինքն ինքը այն տեսակ մարդ է, որ չի կանգնում երբեք ինչ որ։ Ես այնպես ուրախանում եմ, որ մարդիկ եկել են նոր հաշված տարիներ, հա, շատ կարճ, որ թվում է հələ պետք է լեզուն հասկանան, թվում է որ հələ պետք է փողոցները, երթևեկություն եւ այլն, մարդիկ հիմնում են իրենց փոքր գործը, սկսում են կամաց փոքր քայլելով գնալ դեպի առաջ, շատ ողջունելի է։ Փոխանցեք իրան հուսամունքը կդիտի։ Կուզենամ մի փոքր խոսենք այստեղ բալիկ ունենալու, որովհետեւ չի եղել դեռ հյուրերի մեջ, որ խոսենք հենց Ամերիկայում ծննդաբերելու, բալիկ ունենալու, ինչ ինֆորմացիա կտակ են աղջիկներին, ովքեր լինում է որ չեն բնակվում այստեղ, բայց գալիս են այստեղ երեխա ունենալու կամ մտքներին կա։ Կուզենամ մի քիչ իրար հետ թեկուզ հենց կարճ խոսենք Միացյալ Նահանգներում ծննդաբերելուց, երեխա ունենալուց, այսինքն ինչ փուլերի միջով անցնում, արժի, չարժի գալ այստեղ ունենալ։ Նայեք, ես էլի ասելու եմ, որ ես ամեն ինչին հեշտ եմ վերաբերվում, այնպես որ իմ կարծիքը կարող է շատերը չկիսեն։ Ինձ համար ամեն ինչ շատ հեշտ էր եւ նույնիսկ ծննդաբերությունից հետո ասեցի, որ ես նույնը կկրկնեի նույն տեղը։ Վստահություն կար բժիշկների թիմի, հիվանդանոցի բժշկի չեմ փնտրել, գիտեմ, որ մեր հայերում տարածված է, որ անպայման իմանան ով ալինելու, ամենալավին են ուզում եւ այլն, ունեի այդպիսի մտքեր, հետո հասկացա, որ ուղղակի պիտի թողնեմ Աստծուն եւ ոչ մի բժիշկ չեմ ընտրել, այսինքն ով պետք է լիներ այդ ում հերթը պիտի լիներ այդ պահին, ինքն էլ այդ ամեն ինչը ընդունել է ու տենց ամեն ինչ այդտեղից տպավորություն է ստեղծվում, թե ինչ բարձր մակարդակի վրա է այդ համակարգը, չէ՞, որ ինչ թիմ է աշխատում։ Այո, սենց մեղուների նման ուղղակի, սենց ամեն 2 րոպեն մեկ Are you okay? Ու քեզ ասում են, որ դու հզոր ես, դու ուժեղ ես, դու լավ մամա ես։ Հոգեպես ինչի մասին կուզենայի խոսել, իրոք, որ հենց այդ առաջինը պարզեցին, որ ես COVID ունեմ, հենց այնտեղ, այսինքն այդ մասկայով բանով պիտի ծննդաբերեի, ու այդ հոգևոր աջակցությունը, որ ես չեմ մտածել նույնիսկ, որ տենց բան կարա լինի ծննդաբերության ժամանակ, որ այդ քույրերի կողմից մի քանի մի 3 քույր կային սենյակում եւ այդ գլխավոր բժիշկը եւ ամուսինս
որ ապրես դու կա։ Դե իմ ծննդաբերությունը, բայց մյուս կողմից է 2 րոպե է տևել, բայց այդ իրենց աջակցությունը այդ ընթացքում դու կարաս, դու ապրես ուժեղ, շատ լավ է։ Հոգեբանական թիմա չէ աշխատում։ Աստծո։ Ես կարամ։ Շատ իրոք հաճելի։ Գիտեմ մի քիչ կարծիքները 50-50 են այստեղի բժշկության եւ ընդհանրապես վերաբերմունքի առումով, չգիտեմ, Փառք Աստծո, ինձ վստահ կարող եմ ասել, որ ամենալավ թիմն է հանդիպել։ Շատ ուրախ եմ։ Իսկ ինչ բան կա, որ այստեղ հասկացանք, որ բժշկության հավատ ունենք ու վստահում ենք իրանց։ Իսկ ինչ մի բան կա, որ այստեղ ձեզ շատ տարօրինակ է, շատ ցած շոկային է, որ ինչի են տենց անում։ Մի բան, որը դիսկոմֆորտական չեք սիրում, չեք հարմարվում։ Ասես մեր Հայաստանում այդ մի բանը շատ լավ են էլի անում։ Կոնկրետ բժշկական։ Չէ, ընդհանրապես ինչն է, ասես առաջինը ձեր մտքին գալիս է, որ այստեղ տարօրինակ է էլի։ Դե սկզբից երևի այդ որ բոլորը քեզ բարևում են։ Հարցմեն ոնց է, չէ՞, որ քեզ թվում է դու պատասխանես, դու պատասխանես, լավ եմ, դուք ոնց եք կամ ուզում ես պատասխանես գնում եք չկա։ Կամ ամեն ինչի բանի համար ներողություն խնդրել է։ Բայց հետո հասկացա, որ ես դա ինձ դուր է գալիս։ Դա այդ ներողամտությունը, որ այստեղ կա, այդ որ ասում եք ամեն ինչի համար ներողություն խնդրելը, մի քիչ օրինակ պակասում է Հայաստանում, եթե անկեղծ լինենք։ Իհարկե չափից դուրսնել չի մի բան, բայց չգիտեմ, ինձ դուր է գալիս, թեկուզ այդ ժպտալը, որ դուրս ես գալիս, դու արդեն ժպիտ ես տեսնում, արդեն իսկ դա քո վրա ազդում է հոգեպես, թեկուզ շատերը կասեն fake է, չգիտեմ, սրտանց չի, բայց ֆիզիկապես ժպտում է այդ մարդը, դա քո էներգետիկայի վրա ազդում է մի անգամ։ Այստեղ որ դա շատ եք տեսնում, հենց գնում եք Հայաստան, զգում ես, որ բայց ասում ես լավ, ես եմ այստեղ ապրել, չէ՞, ժամանակից ես էլի փողոցում տենց քայլում։ Լավ, Դու հարմարվում ես, դու էլ ես տես դառնում ասես, էս այմ միջավայրը, էս եմ ես։ ինչ մի բան կա, որ Հայաստանում շատ եք սիրում, որ կուզեիք օրինակ այստեղ լիներ։ Չինեմ։ Դե ջերմությունը իհարկե, շուխուրը, այդ բարձր ձեները, այդ քեֆերը, չգիտեմ, առանց հրավերի տուն գնալը։ Այստեղի պես չի, 2 շաբաթ առաջ զանգում պայմանավորում գալիս է օրը, մոռանում ես, որ այդ օրը պիտի գնանք։ Դե նայեք, իմ դեպքում օրինակ էլի մարդուց է գալիս։ Օրինակ մեր դեպքում տենց չի, իմ ու ամուսնուս դեպքում մենք էլի պահպանում ենք այդ ամեն ինչը։ Մեր ընկերների շրջապատը այստեղ որ կա, ճիշտ է, հիմա մեծ մասը Հայաստանում է գտնվում։ Երբեմն ընկերդ խոսում ենք, որ մենք չենք բարթացնում։ Ստացվեց այսօր, օքեյ, հավաքվում ենք, բայց մարդիկ կան, որ սիրում են երկար պլանավորել, քեզ հրավիրում են 2 շաբաթ առաջ, դնել վերցնել, այսինքն արժի, այս ժամը, այն ժամ, բայց մի քիչ այս կյանքում կարծում եմ թեթևությունն է պակասում։ Ինչը ձեր բլոգում շատ ակնհայտ երևում է, ուրախ եմ, որ տենց մեծ դե հիմա կարող եք լսի ասի կես միլիոն չունի, բայց ես կարծում եմ, որ դա էլի մեծ լսարան է, որ մարդկանց փորձում եք դրական էմոցիոնալ հույզեր տալ ու մարդիկ տենց նայելով ոգևորվում են։ Շատ բաներ ես որտեղից եմ ձեզ իմացել, ուրեմն բերեց իմ մոտ մի վիդեո, որ ձեր ծննդյան տարեդարձն է ու երկար երազանք եք պահում։ Այնտեղ չի եմ կարծում եմ ձեր եղբայրն է, որ ասում է Մարիամ ջան, ընտանիքն ունես, երեխան ունես, ապահով ես, ուսես բաներ աթվարկում, էլ ինչ ես երազում։ Shit mom, այդտեղից եմ դες իմացել։ Հիմա ասում Մարիամը, իհարկե երազանքները մեր շատ են, շատ ամբիցիոզ են, շատ տարբեր են, բայց ինչ երազանքներ ունեք, որոնց մասին կուզենաք այսօր այստեղ բարձրաձայնեք, որ մի որոշ ժամանակ հետո նայեք, ասեք, այ տարիներ, 3 տարի առաջ գնացել էի, ասեցի ես ու ես այսօր դա ունեմ։ Գիտեք, երևի միջև 20 թվականը ինչ որ մեծ երազանքների մասին կխոսեի, ամբիցիաների, չգիտեմ, գլխից վերև մտահղացումների, հիմա ուղղակի խաղաղություն, հայրենիք, ընտանիք։ Ոչ ուրիշ ոչ մի բան, ինչ որ բան չկա, որ ասեմ սա լինի ու սենց սա լավ կլինի, երջանկություն կլինի, բացի այդ կարևոր արժեքներից, որ բոլորս առողջ լինենք եւ երջանիկ լինենք եւ հայրենիք ունենանք միշտ։ 20 թվից հետո բոլորի մոտ փոխվեց կարծում եմ։ Ինչ ուզես դրանից այդ ամեն ինչը ֆիզիկապես չտեսնելուց, բայց զգալուց, այդ ապրումներից հետո ինչ կարաս ուզես, որ արժեքավոր լինի այս կյանքում։
Լինում է այնպես, որ օրինակ ձեր ամուսնու խոսում եք, ասում եք, այ երբ որ Արցախը մերը նորից լինի, գնանք այնտեղ ապրելու, բանից պլաններ կա, թե արդեն Ամերիկայի կյանքն հենց է ինտեգրել, որ դժվար է այստեղից հետո կարա գնաք որպես տուրիստ, կարա քիչ գործ դնեք այնտեղ, որպեսզի Արցախ հետ եկող մարդկանց օրինակ օգնեք, օժանդակեք, որ իրանք աշխատանք ունենան, բայց գնալ ապրելու ցանկություն կա, թե նայեք, ես փորձեր ունեցել եմ, երբ որ տեղափոխվել էի ԱՄՆ, ճիշտ է, սկզբից փոքր էի, միայնակ չէի կարող ուղղակի գլուխս վերցնել ու գնալ Արցախ, բայց ունեցել եմ փորձեր ապրելու, չի ստացվել, ունեցել եմ փորձեր Հայաստանում ապրել եմ մի տարի, արդեն այստեղ գտնվելուց, այստեղ գալուց հետո արդեն, բայց չի ստացվել, ինչ պատճառներով չի ստացվել։ Միգուցե որ ձեր ընտանիքը է այստեղ, այսինքն ծնողների հնարավոր է, բայց իմ երազանքը միշտ եղել է, որ իմ երեխաները զգան այն, ինչ ես զգացել եմ Արցախում, այդ մանկության տարիներին, այդ պրիմիտիվ այդ, չգիտեմ, խաղերը, այդ մարդիկ, այդ խնջույքները, դա միշտ իմ երազանքն է եղել ու չգիտեմ, դե հիմա կլինի թե չէ, բայց չենք կոտրվում, այսպես ասած։ Կարող բոլորս մեծ հավատ ունենք ու այդ հավատը մեզ տանում է։ Դե հայ ենք, ինչն է մեզ առաջ տանում հավատը։ Մեծ հավատը։ հույս ու հավատ ունեմ, որ հին օրերը հետ են գալու, բոլորս գնալու ենք, բոլորս տոնելու ենք, ուրախանալու ենք, չգիտեմ։ Հիմա էսա կասեն, բա այդքան ուզում եք հետ եկեք, բայց դե այդ Պետք է ընդունել մի բարձ ճշմարտություն է, բարձ խոսենք։ Կան մարդիկ, որոնք գալիս են այստեղ, զրոյից սկսում են, դժվար ընտանիքը միասին ձեռքի բռնած ոտքի է կանգնում, հետո նորից հետ վերադառնալ ինչքան էլ հայրենիք տա, բայց այնտեղ նորից պիտի սկսես զրոյից։ Արդեն այստեղ ստատուս է փոխվում, ամուսնացել ես, երեխա ունես, բաներ կա, որ արդեն քո ամբիցիաները դրվում է մի կողմ, դե պիտի նայես երեխայիդ։ Այնտեղից մի հատ կոմենտ գրելը հեշտ է հետ եկեք, բայց չէ որ մարդը չգիտի թե դու ինչի միջով ես անցել, քանի անկուն գիշերներ, ինչ դժվարություններ։ Ես օրինակ փողոցում կորել եմ, որ չեմ իմացի որ դիգնամ հեռախոսս չէր աշխատում, նստած լացում եմ, որտեղ ոչ մեկի այստեղի համար անգիշ չէի ֆիքսել։ Դրանից հետո իմ կյանքում դաս եղավ, որ մեկի, հա, ամենամտերիմ մարդու համարը գրի ու դիր դրամապանակիդ մեջ, որտեղ կարա էլի հեռախոսը զրոյանա, ու դա այդպես մնաս փողոցում։ Նման բաներ չեն պատկերացնում, երբ որ օտարության մեջ, որտեղ դու այնտեղ քո երկրում ես, քո փողոցները անգիր գիտես, քո լեզուն ա, կարաս ամեն մեկին պարզասես գիտես, ինչ կա, մի հատ զանգի այդ մարդիկ ովքեր որ չեն պատկերացնում, այնքան հեշտ է ասել հետ եկեք։ Հետ գան այն մարդիկ, ովքեր եկել են ու զրոյից սկսել ու հազիվ կանգնել են, նորից գան ընկնելու, այստեղ հայրենիք սիրել չսիրելու հարցը չի կարծում։ Ընդհանրապես չկա այդ հարցը, հայրենիք սիրել չսիրելու։ Որ ասում են հերվից հեշտ է խոսել եւ այլն եւ այլն։ Շատ բան թեմա է, բայց ձեր ասածով կգնամ, իրոք ամեն ինչ այդքան փուլերն անցնելուց հետո դա այդքան էլ հեշտ չի ուղղակի, ասես մի օր։ Միգուցե ապագայում ես ոչ մի բան չեմ շղթում, միգուցե ապագայում գա այդ օրը, որ կգնանք, ընտանիքով կգնանք ու կասենք ապրենք մեր հայրենիքում, բայց ներկա պահի դրությամբ այդ միտքը չկա, եթե անկեղծ։ Բայց չեմ հերքում, որ հնարավոր է լինի գա այդ միտքը։ Ոնց որ չկար միտ Միացյալ Նահանգներ գալու մեկ էլ։ Ստացվեց ուրեմն այդպես է պետք։ Շատ պատահական։ Իմ կյանքում ընդհանրապես ամեն ինչ այսպես պատահական, որովհետև չեմ ինչ-որ բան չեմ զոռում, չեմ սենց բզբզում։ Հա, բզում, հետևից ընկնում։ Ինձ շատ ժամանակ տանը ասում են, ախր բանես շատ հանգիստ է, այտենց չի լինի, հետո լինում է, ասում են, վայ։ Ճիշտ է։ Բարեմ ջան, թե ձեր տարիքի մի աղջիկը որ Հայաստանում հիմա մտածում է Միացյալ Նահանգներ գալու մասին, ինչ խորհուրդ կտաք, որպես արդեն 10 քանի 11 մյուս ամիս 11 հա 11 տարի եկած մարդ, ինչ խորհուրդ կտաք, որ վախեր մի ունեցեք, վերկացեք եկեք, փորձեք, կյանքա պետքա, թե երկար մտածեք, նոր եկեք, ինչ կպատմեք մեկ ուրիշ Մարիամի, ով որ հենց հիմա լսում է ձեզ։ Դե ներկա պահի դրությամբ, քանի որ ամեն ինչ սենց մի քիչ խառը վիճակներ է, նոր նախագահի գալուց հետո երևի թե խորհուրդ կտամ, որ եթե ամեն ինչ օրինական է լինելու, իրենց գալը անպայման գալ փորձել, սիրեն, չսիրեն,
որ ձև ունենան հետ գնալու, ոչ թե որ հիմա ստեղ կան, չէ, շատ մարդիկ, որ շատ դժվար ճանապարհով եկել են, չեն սիրում, բայց ձև չունեն հետ դառնալու եւ ամեն ինչ ծախել են, չգիտեմ ինչ են արել ու հիմա եթե հետ դառնան 0-ից դրա համար ստիպված մնում են, որ այդպես չլինի, եթե ամեն ինչ օրինական է, անպայման խորհուրդ կտամ, թեկուզ նոր փորձի համար կյանքի, անպայման չի ինչ որ մեծ բանով սենց ամբիցիայով գալ, ասել մնալու եմ, սենց եմ անում, թեկուզ փորձի համար սենց գալ ու փորձել, այդ անպայման։ Իսկ ձեզ որպես Մարիամ ինչ եք ասում, որ Մարիամ այն աղջիկով որ երազում էր լավ ընտանիք, երեխա, օտարպետություն կամ չէր երազում, ինչ ներդաշնակ խաղաղ փուլի մեջ է գարշն կեցես Մարիամ։ Դիտում ա տենց որ կամ ավարտել է բերեց նրան որ կեցես Մարիամ, ինչ մեծ բան արեցիր, համալսարան ավարտեցիր։ Երևի թե չի լինում, հոգեբանական տեսանկյունից դա մի քիչ սխալ է, որովհետև հատկապես ամերիկյան այս բաներով քեզ պետքա կրեդիտ տաս, այսպես ասած, բայց ինձ մոտ չի լինում այն պատճառով երևի, որ նորից նշեմ, ես տենց բաներին լուրջ չեմ վերաբերվում, այսինքն չեմ համարում, որ ինչ որ մեծ բան արեցի, համալսարան ավարտեցի, ինչ որ իմ արժեքը բարձրացավ դրանից, ասեցի ու արեցի, բան, սենց բաներ արդեն վաղուց չունեմ, այդ վազքից սենց ես մի կողմ եմ քաշվել, ժամանակի այդ կռիվ տալուց, չգիտեմ, գլխից վերև ամբիցիաներից, մի կողմ եմ քաշվել, հանգիստ ինձ համար ուղղակի ընտանիքով հանգստություն ու խաղաղություն։ Իսկ բլոգում ինչ հեռանկարներ կան, հետևորդների քանակ ավելացնել, շատ վիդեոներ, ավելի ակտիվ դառնալ, ինչ ցանկություն ու նպատակ կա։ Սկսեմ նրանից, որ ինչ որ նպատակ չկար կոնկրետ, որ սկսեցի ակտիվանալ, ուղղակի արեցի այն, ինչ այդ պահին եկավ, ու հիմա էլ նույնը, ու փաստորեն սիրվեց դա մարդկանց կողմից, որովհետև դե չգիտեմ, հիմա ինձ թվում է կարճ ժամանակում աճեց այդքան, կարող է մարդկանց համար քիչ ժամանակ է դա, երկար ժամանակ է դա, բայց ինչ որ կոնկրետ բաներ չկա, մարդիկ սիրում են Մարդիկ սիրում են թեթևություն, հա, ես էլ եմ սիրում, անմիջականություն, չէ, ինչ որ ձեզ մոտ ես ինչ որ բան չեմ տալիս, ինչ իմ մեջ չկա, ասենց ասեմ, ու մարդիկ դա ընդունում են, սիրում են, որի համար շատ շնորհակալ եմ ու շատ հաճելի է այդ հետադարձ կապը, որ մարդիկ գնահատում են այն, որ դու իրենց թեկուզ, չգիտեմ, մի րոպե ծիծաղ շփիտ պարգևեցիր։ Մամ ջան, ինչ հիշողություններ կան Հայաստանի հետ կապված, որը կարող բնութագրեք ձեզ ու նաև բնութագրեք հոտով։ Ինչ հոտ կա, որ sense տանում է Հայաստան։ Որ այստեղ պատկերային հիշողությունները շատ են, հա, մանկության կարա լինի, պատանեկության, տեսարաններ, տեղեր, բայց ինչ հոտ կա, որ հենց դա հայաստանյան որ այսինքն որ այստեղ ինչ որ հոտ զգամ ու ինձ դա մտորի տանի։ Հա, կարոտի հոտը կամ չգիտեմ, մաման մի բան պատրաստում է, մի անգամից գնում եք մանկություն, որտեղ այդ հոտը մանկության հոտն էր։ Դե ժենգալով հաց։ Մամաս պատրաստում աստեղ, չգիտեմ ինչ տեղերից գտնում այդ կանաչիների տեսակ, ու պատրաստում երևի թե այդ հոտը, որ սենց մի անգամ։ Մի օր առիթին տիգամ ձեր տուն մամայի պատրաստած ժենգալով հաց, մամայի հետ շփվում։ Եկ ջանա, եկ մի լավ չայ պեն կխմենք, սիրեցանք։ Մարիամ ջան, ո՞րն է ձեր սիրելի հոտը ներկա պահին, բերել եք թե չէ։ Հա, բերել եմ, թողել եմ այնտեղ։ Հոտով ինչպես կբնութագրեք ձեզ։ Ինձ հոտով ինչ որ խորը սենց փայտի, անտառի, լեռնային ինչ որ հոտ։ Արցախցին։ Չէի մտածել դրա մասին, բայց փաստորեն եկավ, հա, երևի տենց անտառ, լեռներ։ Կխնդրեմ վերջմել բարբառով արցախցիներին մի լավ բան ասեք, որը որ sense սրտից, բայց հենց բարբառով ինչ կասեք արցախցիներին, ովքեր հիմա մեծ նայել են, ասում են, օ, մեր արցախցի Մարիամն է։ Արցախցիներին ինչ ասեմ, արցախցիներն էլ գիտեն, վեր լուխ լավային է։ Ինչ է լինի, վերջում լավային է։ Շնորհակալ եմ։ Ես եմ ձեզ շնորհակալ, շատ հաճելի էր։
խոսը քո լուր է եւ խաղաղ չի թուլանում գիտես դու միշտ օրը այն կգա կձուլվես նորից մայր հողին քեզանով նորից շնչեցի դու ես հայության ջահը հավատը մոտ ենք իրար չենք զատվի երբեք հավերժ չի խախտվի կապը մեր Արցախ լույս ես ինձ համար Արցախ իմ սիրտ քեզ սիրում եմ քեզանով շնչում եմ ես չեմ կարող բարերով ասել եւ բառն է քիչ հացես դու հոգուս համար իմ սեր Արցախ Ախ ինչ ես անում դու մեզ Մեր բառերը ավելորդ են լացացնում Արցախը բայց չենք լացում միայն ուժ այդ լացելու զգացողությունից միայն ուժ պիտի հավաքենք ու առաջ գնանք որովհետև լացելով ոչ ոք դեռ առաջ չի գնացել այս կյանքում